համեմատություն տանել մինչև 2018 թիվը նման քաղաքական հետապնդումների հետ կապված, երբ որ որևէ դեպք լինում էր, ինչքան որ ես եմ հիշում, միգուցե դուք կօգնեք նաև, արձագանքները Եվրոպայից, տարբեր երկրներից, միջազգային կառույցներից շատ հստակ էր լինում, շատ կոշտ էր լինում, շատ կոպիտ էր լինում, կարծես թե 18-ից հետո այս մոտեցումը փոխվել է ու ես կարծում եմ դա լավ է, որ այդ արձագանքները լինում էր, որովհետև սա լուրջ զսպող հանգամանք է ցանկացած իշխանության համար կարծում եմ, այս կառույցների եզրակացությունները, երբ որ լինում են գնահատականները դեսպանատներից եւ ամեն ինչից, այս մասով մյուսն էլ ես կարծում եմ, որ այս դահլիճում քաղաքացիական պայմանագրից կան մարդիկ, ովքեր ժամանակին զգացել են անարդարություն իրենց նկատմամբ, իրենց թիմակիցների նկատմամբ, արդյոք չպիտի այդ մարդկանց մոտ ավելի շատ լիներ պահանջը եւ իրենց գործունեությամբ նման ապօրինություններ հիմա թույլ չտալու, իսկ սրա երևի թե ամենից լավ ձևը կարող էր լինել, որ դրա մասին բարձրաձայնեն, խոսեն դրա մասին, չկաշկանդվեն, այնինչ հիմա մենք տեսնում ենք, որ շատ ակնհայտ բաներ, ուղղակի այսպես հերկվում է, որ նման բան չի եղել, ամեն ինչ օրենքով է, երբ որ բացահայտ ակնհայտ է այդ ամենը։ Մեղադրանքները շատ ժամանակ հարուցվում են այսօր Հայաստանի Հանրապետությունում քարոզչական նպատակներով, որպեսզի դրանց շուրջ պատրաստվեն ռեպորտաժներ, դա դառնա մեդիայի նյութ եւ այնուհետեւ ինչպես այստեղ նստած շատ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ այս դահլիճում եւ այս դահլիճից դուրս դրանցով ինչպես քիչ առաջ էր ասվում, այ մեղադրանքում նման բան ասվում, մեղադրանք կա նման, բայց շատ ժամանակ այսինքն դուք որպես փաստաբան գիտեք ինչ փուչ է դրա տակը, բայց այդ ռեպորտաժներով եւ այդ ամեն ինչով այս աժիոտաժը ստեղծվում է, որպեսզի շատ հասկանալի է թե ինչ պատճառով է այդ ամեն ինչը արվում։